Սիրելի Իջևանի կյանքի խոսք եկեղեցի։ Ես առաջին անգամ եմ լինում այստեղ, այս եկեղեցում, եւ ես ուզում եմ նախ իմ սրտից շնորհակալություն հայտնել Հովիվ Վանիկին, Լուսինեին, շնորհակալ եմ հրավերի համար։ Իրեք մենք սրտերով իրար հետ շատ կապված ենք, շատ կապված ենք։ Գուցե ես առաջին անգամ եմ, բայց ուզում եմ ձեզ ասել, սրտով այնքան կապված եմ ձեր եկեղեցու հետ, ձեր հովիվների միջոցով, սիրելիներս։ Սա շատ ուժեղ կապ է, սա Աստծո մեջ կապ է, սիրելիներս, որը շատ ուժեղ է։ Եվ ես ինչպես որ ներկայացրեց Հովիվ Վանիկը, ես մենակ չեմ այստեղ, մենք թիմով ենք այստեղ։ Իհարկե կգա պահը, դուք կտեսնեք, մենք աղոթք կունենանք դեռ այսօր, մենք խոսել ենք Հովիվ Վանիկի հետ, որ գիտես քարոզից հետո անպայման մենք ունենալու ենք աղոթքի բաժին, որովհետև հավատում ենք, որ Տերը աղոթքի մեջ ինչ որ բանա անելու ամեն մեկիս կյանքում։ Այնպես որ սիրտը թող պատրաստ լինի։ Սիրտը թող պատրաստ լինի, ոտքերը թող չշտապեն, համբերությամբ սպասիր մինչև Տերը կանի այն ամենը, ինչ որ կամենում է։ Թանկագինս այսօր խոսք ունեմ իմ սրտում, որով ուզում եմ կիսվել եւ ես վերնագրել եմ այսպես՝ նպատակ եւ զորություն։ Նպատակ եւ զորություն։ Դու նկատել ես ինչքան կարևոր է, որ այս երկու բաները իրար հետ համընկնեն եւ մի տեղում այս երկուսը լինեն։ Նկատել ես երբեմն, օրինակ, իմ ու քո կյանքում մենք ունենում ենք նպատակ ինչ որ բան անելու, բայց հասկանում ենք ոնց որ դրա զորությունը քիչ է։ Բայց լինում են դեպքեր, երբ որ ունենք զորություն, կարողություն, բայց մի տեսակ ոնց որ նպատակ չկա։ Ուզում եմ քեզ մի օրինակ բերել, որ ավելի պարզ լինի։ Գիտես, երբ որ մեկը նստում է իր մեքենան, միացնում է նավիգատորը, այսպես ասած, դնում է այնտեղ իր նշանակետը, իր նպատակը, որտեղ պիտի գնա, ու գիտի, ինքը գիտի ուր է ուզում գնա։ Գիտի, կա նպատակը, սիրելիս։ Բայց մեկ էլ մեքենան միացնում է ու մեկ էլ պարզում է, որ մեքենայի մեջ շատ քիչ վառելիք է։ Ոնց որ թե ուզում է միանա մեքենան, մի քիչ գնա, բայց մեկ էլ կանգնում է։ Մի քիչ ոնց որ էլի առաջա գնում, բայց էլի կանգնում է։ Սա ի՞նչն է։ Սա այն չի, որ դու չգիտես ուր ես ուզում գնաս։ Դու գիտես նպատակը, բայց մեկ էլ զգում ես, որ վառելիքը քիչ է, ուժդ քիչ է, զորությունդ քիչ է։ Գիտես, սիրելիս, մենք հավատում ենք մի Աստծո, ով ոչ միայն մեր կյանքերի համար, եկեղեցու համար նպատակ է տալիս, տեսիլք է տալիս։ Ոչինչ, Տիրոջ տունը արժանա, որ այնտեղ երեխայի ձայնը լսվի, սիրելիս։ Մի նեղվեք։ Երբ որ Աստված ունենք, ով որ նպատակ է տալիս, տեսիլք է տալիս, չի ասում գնա քո ունեցած չունեցած զորությունով դա արա, ասում է ես իմ զորությունը դնում եմ քո մեջ։ Ես իմ զորությունը դնում եմ քո մեջ, որ այն նպատակը, որ տվել եմ, որ դու կարողանաս դա իրականացնես, որ դու կարողանաս դրան հասնես։ Գիտես, Հիսուսը ոչ միայն ասեց գնացեք ամբողջ աշխարհը, ավետարանը քարոզեք ամեն արարածի, այլ նա ասեց ընդունեք Սուրբ Հոգին եւ զորություն կառնեք իմ վկաները լինելու։ Մինչև աշխարհի ծայրերը։ Գիտես, այնքան կարևոր է, որ այս երկուսը մեր կյանքում համընկնում է իրար հետ։ Այնքան կարևոր է, որ այս երկուսը համընկնում է եկեղեցու կյանքի մեջ։ Գիտես ոնց որ եթե մինչև այդ կարող էր սենց ինքնահոսի գնալ, դա գիտես ինչի անում, ոնց որ մի հատ տուրբո է միանում այդ ժամանակ։ Դու քայլելով էիր գնում, բայց հիմա վազում ես դեպի քո նպատակը։ Քեզ մինչև այդ դժվար էր թվում դա, բայց հիմա մի հատ գերբնական զորություն է եկել քո վրա ու դու կարողանում ես դա շատ ավելին անել։ Գիտես Աստծո մեջ դժվար բաները, երբ որ Աստծո զորությունը կա, չէ, Աստծո մեջ դժվար բաները կարան դառնան հեշտ, անհնարին բաները կարող են դառնալ հնարավոր, խորտուբորտ ճանապարհները կարող են ուղղվել, խորտուբորտին որ գլորվում էր մարդու ոտքը, կարան դառնան ուղիղ, հարթ ճանապարհ, որպեսի ինչ լինի, որպեսի Աստծո փառքը հայտնվի։ Գիտես Աստված ուզում է իր փառքը հայտնի։ Աստված ուզում է իր փառքը հայտնի քո կյանքի մեջ, Աստված ուզում է իր փառքը հայտնի քո սերունդների մեջ, Աստված ուզում է իր փառքը հայտնի եկեղեցու մեջ, եւ Աստված ուզում է իր փառքը, մենք Իջևանում ենք, չէ՞։ Աստված կոնկրետ ուզում է իր փառքը հայտնի Իջևանի մեջ։ Դու հավատում ես դրան։ Ուզում եմ այնց ասես ամեն, որ երևա այդ հավատքը։ Դու հավատում ես դրան։ Հալելույա։ Գիտես, հավատքը մեր
լեզուն է, որով որ մենք Աստծո հետ համագործակցում ենք։ Մենք կարող է շատ բաներ իմանանք այստեղ, շատ բաներ կարող են լինել այստեղ, սիրելիս, բայց այնքան կարևոր է, որ հավատքի շարժիչը միացրած լինի մեր ներսում, որովհետև հավատքն է, որ թույլ է տալիս, որ մենք կպնենք երկնքի զորությանը։ Հավատքն է, որ երկնքի պատուհանները բացում է, սիրելիս։ Հավատքն է, որ թույլ է տալիս, որ մեր կյանքերում, մեր ծառայության մեջ, եկեղեցու կյանքի մեջ Աստծո զորությունը գործի եւ պտուղ բերի։ Եկեք միասին ընթերցենք Մարկոսի ավետարան 16-րդ գլուխ 15-ից 20 խոսքերը։ Դու հավատում ես, չէ, որ Հիսուսը ինչ որ ասում էր, ամեն ինչը չափազանց կարևոր էր։ Ավետարաններում ինչ որ կարդում ենք եւ մեր Տեր Հիսուսը ասում էր, դա արժանի է ոչ թե որ մեկ անգամ կարդանք, այլ արժանի է նրան, որ կարդում ես, երկու անգամ լսես։ Որ կարդում ենք, արժան է Հիսուսի խոսքերը, որ մենք մի կարդացածի ժամանակ երկու անգամ լսենք մեր ականջներով, սիրելիս։ Սա հոբի հետ կապված էր։ Գիտես, Հոբը նույնիսկ այսպես ասեց, լսելով լսել էի քո մասին, Տեր, բայց հիմա տեսնում եմ։ Աստծո ծառաներից մեկը ասում է, Տեր, դու մի անգամ խոսացիր, ես երկու անգամ լսեցի։ Հետաքրքիր բան է։ Հիմա ես ուզում եմ, որ մենք ավելի ուշադիր լինենք այն խոսքերին, որ Հիսուսը համբարձվելուց առաջ ասեց։ Հավատում ենք, չէ, որ այն գնալուց առաջ այն վերջին պատվիրանը, որ տալիս ես, դա կարևոր պատգամ կա դրա մեջ։ Ինչ է ասում Հիսուսը համբարձվելուց առաջ։ Մարկոս 16:15։ Եվ նրանց ասեց. գնացեք բոլոր աշխարհքը, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի, ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի, եւ ով որ չհավատաց կդատապարտվի։ Նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևեն։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, եւ եթե մի մահադեղ էլ խմեն, նրանց վնաս չի տա։ Հիվանդների վրա ձեռք կդնեն եւ նրանք կառողջանան։ Արտերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց, Աստծո աջ կողմը նստեց։ Ու ինչ տեղի ունեցավ սրանից հետո, ինքան կարևոր է։ Հիսուսը խոսեց, Հիսուսը պատվիրեց, Հիսուսը նպատակը տվեց, առաջադրանքը տվեց, ասեց, որ զորություններ կուղեկցեն ձեզ, նշաններ կլինեն, այստեղ ում մասին է խոսում, Հիսուսը խոսում է Սուրբ Հոգու մասին, որովհետև եկեք անկեղծ լինենք, մենք մեր ուժով ինչ կարող ենք անել, մենք մեր ուժով կարող ենք մի հիվանդի բժշկել, մենք մեր մարդկային ուժով կարող ենք մի դևի քշել, սիրելիներս, չէ, բայց այստեղ խոսում է Սուրբ Հոգու մասին եւ մենք դեռ կգանք հիմա գործ կառակելոցում, բայց ասում է այս նշանները, ոչ միայն նպատակը, տեսիլքը, բայց նաեւ զորությունը գործելու գերբնական բաներ, ու այսքան ամեն ինչը լսելուց հետո, ինքան հավես է այս վերջը կարդալը։ Գիտես ինչ է ասում, նրանք էլ դուրս գնացին։ Նրանք էլ դուրս գնացին, ամենտեղ քարոզում էին, եւ Տերը համագործակցում էր նրանց հետ, եւ խոսքը հաստատում էր այն նշաններով, որ հետևում էին։ Ինչ ուժեղ համագործակցություն Աստծո եւ մարդու միջև։ Բայց գիտես ինչ է հիմք տվեց դրան, առաքյալների, աշակերտների հնազանդությունը։ Նրանք ոչ միայն լսեցին Հիսուսի պատվիրանը, նրանք ոչ միայն սպասեցին, մինչև որ Սուրբ Հոգին եկավ եւ զորությունը առան իրանց կյանքում, այլ նաեւ դուրս գնացին եւ սկսեցին ավետարանը քարոզել։ Եվ Աստված էլ համագործակցում էր նրանց հետ եւ ասում է ամեն քարոզչության խոսքը հաստատվում էր նշաններով, որ հետևում էին։ Հաստատվում էր, սիրելիս։ Գիտես, եթե մենք ուզում ենք, որ Աստծո նշանները, հրաշքները, բժշկությունները տեղի ունենան, ակտիվացնելու բան կա։ Գիտես ոնց է դա ակտիվանում։ Երբ որ մենք դուրս ենք գալիս, գնում ենք եւ սկսում ենք ավետարանը քարոզել։ Հենց պահում ենք մեզ ավետարանը, հենց պահում ենք, գիտես ինչը լճացում է լինում, եւ միանգամից մենք ոնց որ հրաշքների, բժշկությունների, զորությունների դռները փակենք։ Ես ավետարանը մի բան չի, որ մենք կարողանանք նույնիսկ եկեղեցու պատերի մեջ պահենք։ Ավետարանը եկեղեցու պատերի ներսի բան չի, սիրելիս։ Իրա մեջ գերբնական զորություն կա, որը կանչված է
աշխարհին փրկելու համար, աշխարհին փրկելու համար։ Դրա համար այն ինչ որ աշխարհին փրկելու համար է, մենք չենք կարա բռնենք եւ տեղավորենք եկեղեցու պատերի մեջ։ Բայց մեծ խոստմունքներ կա դրա հետևում։ Ասում է, երբ որ կգնաք եւ կքարոզեք, բժշկությունները, հրաշքները, նշանները կհետևեն։ Տերը ասում է եւ խոսքը ասում է Տերը հաստատում էր քարոզչությունը, ավետարանի խոսքը նշաններով, բժշկություններով, հրաշքներով։ Ես հավատում եմ, սիրելիս, Իջևանը հասունացել է։ Իջևանը այսօր պատրաստ է Տիրոջը ընդունելու։ Դու չմտածես ես տեղյակ չեմ Իջևանից։ Ես տեղյակ եմ Իջևանից։ Ես գիտեմ Իջևանի բերդերն էլ, ամրոցներն էլ, նկատի չունեմ ֆիզիկական բերդերն ու ամրոցները։ Ես գիտեմ Իջևանը ինչքան դժվար տարածք է հոգևոր առումով։ Մենք գիտենք հոգևոր տարածքներ կան, սիրելիներս, կան որ մի քիչ ավելի հեշտ է, կան որ դժվար է, բայց գիտես նույնիսկ ամենադժվար տեղանքի հասունացման ժամանակ կա։ Երբ որ խմորը խմորվում է եւ պատրաստ է, որ արդեն փեչի մեջ թխես հացը։ Ուզում եմ ասեմ, հացը թխելու ժամանակը հասունացել է, սիրելիս։ Այսինքն նայում եմ ձեզ բոլորի, շատ գեղեցիկ է։ Իջևանի եկեղեցին, որ այստեղ կա, զարդի նման է, սենց ասեմ քաղաքի մեջ։ Փառքաստուն Աստծո այս գեղեցկության, այս վայելչության համար, բայց ուզում եմ մի բան ասել։ Իջևանը պատրաստ է, որպեսի Հիսուսը այցելություն անի, որպեսի Հիսուսը քայլի տնից տուն եւ թակի մարդկանց սրտերի դռները, որ նրանք ներս թողնեն եւ նա ընթրիք անի նրանց հետ։ Դուք ասես, ո՞նց է Հիսուսը հիմա թակելու մարդկանց սրտերը։ Այ քեզ ինչ անը, այ քեզ շարժելու է, քեզ վերցնելու է, այ քեզ որ օծելա, որ Սուրբ Հոգու յուղով օծելա քեզ։ Այսինքն ասելու է, այ տեսնում ես այս տունը, այս մարդը, ուղարկում եմ քեզ իրանց մոտ։ Ու դու լսում ես Հիսուսին, դու հնազանդվում ես Սուրբ Հոգուն ու այցելություն ես անում, ու Հիսուսը քո հետ մտնում է այդ տուն։ Ու դու ավետարանի խոսք ես խոսում այդ մարդու հետ, ու Հիսուսը սկսում է թակել իր սրտի դուռը։ Ու մեկ էլ բացում է, ու մեկ էլ դու գնում ես այդտեղից, բայց Հիսուսը մնում է այնտեղ։ Այնքան ուժեղ է։ Ես ուզում եմ ասել, սիրելի եկեղեցի, Աստված պատրաստվում է շատ լուրջ զորություններ, նշաններ, հրաշքներ անել։ Բայց ինքը երբ է դա անում, երբ որ ինքը ուզում է հաստատի իր խոսքը։ Աստված դա անում է, երբ որ ուզում է հաստատի իր խոսքը։ Երբ որ ինչ որ մեկը հնազանդվում է եւ ասում է Տեր, ում ես ցույց տալիս, այ իրան ես ցույց տալիս, մեկ է սրտումդ վառվում է այդ մարդը։ Ու ասում ես ես կգնամ։ Հիմա ուշադիր լսիր, մի բան եմ ուզում ասել։ Կա աղոթքով փորելու ժամանակ, աղոթքով հերկելու ժամանակ, բայց կա նաեւ սերմը ցանելու ժամանակ։ Ուզում եմ ասել, ես երբեք աղոթքը չեմ երկրորդացնում, որովհետև աղոթքը ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք կարող ենք անել։ Մինչև աղոթքով չհերկես, մինչև աղոթքով չփխրեցնես, ոչ մի հող պատրաստ չի լինելու սերմը ընդունելու։ Դրա համար աղոթքը կարող է, եւ ես գիտեմ, որ դուք աղոթող եկեղեցի եք, որտեղ ձեր հովիվն է աղոթող մարդ։ Ինքը աղոթքի մարդ է։ Եվ սա աղոթող եկեղեցի, եւ ես գիտեմ դուք ինչքան եք աղոթել, ես գիտեմ ինչքան է հողը հերկվել, ինչքան է հողը փապկացվել, չեմ ասում չեք ցանել, իհարկե ցանել է, եթե ցանած չլիներ, այսքան մարդ չէր լինի, բայց գիտես գալիս է մի հատ նոր սեզոն, գալիս է մի հատ նոր սեզոն, աղոթքի հետ մեկտեղ սիրելիս, պետք է հիմա Աստված ուզում է ակտիվացնի գնալը, դուրս գալ եւ գնալ, տեսնել, նկատել, երբ որ Սուրբ Հոգին խոսի քեզ հետ եւ ակասի ես ուզում եմ այցելեմ այս մարդկանց, ես ուզում եմ այցելեմ այս ինչ տունը։ Գիտես դուք ասես ոնց, ինչպես։ Լսիր Սուրբ Հոգուն եւ Տերը ամեն բան կանի։ Ասա Տեր, այն որ ասեց Տերը, ասեց ով կգնա մեզ համար, Եսայիա մարգարեն ասեց ես կգնամ, ահա ես Տեր։ Այ այդտենց պատրաստություն ունենաս, ու ասես Տեր, ահա ես։ Ուր ես ինձ ուղարկում, ում մոտ ես ուղարկում, որ տուն ես ինձ ուղարկում։ Ես կայցելեմ։ Սիրելիս դու էլ զարմացած կլինես, ինչպես այդ տունը քեզ կընդունի, որպես Աստծո մարդու։ Ոնց դու կխոսես Աստծո խոսքը եւ այդ սրտերը կբացվեն Հիսուսի համար։ Ոնց դու հետո ընդեղից դուրս կգաս, բայց Հիսուսը կմնա իրանց կյանքերում։
Գիտես մի անգամ կայցելես, երկրորդ անգամ կայցելես, երրորդ անգամ կասես արի գնանք Տիրոջը պաշտենք իրար հետ։ Ձեռքդ կբռնի եւ կգա Տիրոջ տուն, սիրելիս։ Գիտես, մենք այնպեսի եկեղեցիներ չենք մենք, որ մենք միայն նստում ենք տանը եւ ասում ենք մենք այստեղ ենք եկեք։ Մենք եկեղեցի ենք, որ ասում ենք դուք որտեղ եք, մենք գալիս ենք։ Դուք որտեղ եք, մենք գալիս ենք, ասա տեղդ գալիս եմ։ Գալիս եմ քեզ տեսնեմ, գալիս եմ քեզ այցելության, սրտումս բան կա Աստված, խոսքա դրել սրտումս։ Նույնիսկ այսպես անկեղծ կարող ես խոսալ մարդկանց հետ։ Աղոթիր մեկի համար, հենց տեսար Տերը դնում է այդ ընտանիքը կամ այդ մարդուն քո սրտում, աղոթքի մեջ խոսք ստացիր եւ ասա ես Աստծուց խոսք ունեմ քեզ համար, Տերը հատուկ քեզ համար բան ասել ինձ։ Ես գալիս եմ, որտեղ ես։ Գիտես, էսի ով որ հավատաց, հնազանդվեց, արեց, Աստված իր խոսքը կհաստատի նշաններով, հրաշքներով, բժշկություններով, սիրելիս։ Կգնաս ոչ միայն խոսքը կտաս մարդուն, մի հատ էլ ձեռքդ կդնես կաղոթես։ Մի հատ էլ այնց խոսք կլինի, որ ասես լրիվ կփխլվի այդ մարդը, որովհետև կլինի այն, ինչի կարիքը ինքը ունի։ Ու մի հատ էլ կվերապրի ինքը Աստծուն այդ ժամանակ։ Ու մի հատ էլ կաղոթես, բժշկություն էլ կգա, հրաշք էլ տեղի կունենա։ Լիքը վկայություններով կլծվի քաղաքը եւ եկեղեցին, սիրելիս։ Մարդիկ կսկսեն խոսել, որ Աստված շարժվում է մեր քաղաքում։ Աստված Հիսուսը ինչ որ բաներ է անում մեր կյանքերում։ Ամեն։ Դրա համար այստեղ ես ուզում եմ, որ մենք նկատենք, Հիսուսը ասում է, որ գնացեք։ Երկրորդը, դա գործողությունն է, չէ՞, դա գործողությունն է։ Գնացեք, երկրորդը, քարոզեք ավետարանը, Աստծո խոսքը մարդկանց։ Երկրորդը ասում է, որ ես լինելու եմ քեզ հետ այնտեղ, ես համագործակցելու եմ, ես հաստատելու եմ իմ խոսքը, անպայման միշտ գերբնականի սպասողություն ունեցի, երբ որ դու հանուն Աստծո ինչ որ մի բան անում ես։ Կապ չունի ինչ ես անում, երբ որ զոհում ես, ցանում ես, ավետարան ես քարոզում, փառաբանում ես, ինչ որ անում ես, գերբնականի սպասողություն ունեցիր Աստծուց։ Մենք գերբնական բաներ գործող Աստծո հետ գործ ունենք, սիրելիներս։ Նա մեր հայրն է, մենք նրա զավակներն ենք։ Այո, հալելույա։ Եվ իհարկե վերջում տեսնում եմ, որ Տերը խոստանում ասում է, ես կանեմ, դու կտեսնես, որ դու մենակ չես։ Գործք առաքելոց առաջին գլուխ 8-րդ խոսք։ Բայց դուք զորություն կառնեք, Հիսուսն է ասում աշակերտներին։ Էլի համբարձվելուց առաջ սա նույն ժամանակահատվածի բաներն է, թանկագինս։ Վերջին բաներն է, որ Հիսուսը ասում է համբարձվելուց առաջ։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանից եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Սա բանալի է, թանկագինս, հասկանալու համար, որ մենք ոչ թե մենակ ենք գնում Աստծուն ծառայելու, ոչ թե մենք մենակ ենք բարձրանում բեմ Աստծուն փառաբանելու, ոչ թե մենակ ենք բարձրանում բեմ քարոզելու, ոչ թե մենք մենակ ենք գնում ինչ որ մեկին ավետարան, այլ Հիսուսի հետ միասին ենք մենք գնում դա անելու։ Հիսուսի հետ միասին ենք մենք ծառայում, թանկագինս։ Ինչպես է որ մենք Հիսուսի հետ միասին ենք ծառայում, երբ որ Սուրբ Հոգու հետ միասին ենք անում։ Որովհետև Հիսուսը ասեց երբեք ձեզ չեմ թողնի։ Ինչպես է որ Հիսուսը երբեք մեզ չի թողնի։ Բայց չէ որ ինքը համբարձվեց երկինք։ Գրված է որ նա համբարձվեց երկինք։ Գրված է որ նա նստեց հոր աջ կողմը։ Բայց ինչպես է որ մենք մենակ չենք, որ Հիսուսը մեզ հետ է եւ Հիսուսով ենք ծառայում, որովհետեւ ասեց Սուրբ Հոգին կգա։ Աստծո Հոգին կգա եւ դուք զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, բոլոր Հրեաստանի, Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը։ Այստեղ մի բան եմ ուզում ասել քեզ։ Նպատակ եւ զորություն։ Մենք չենք մոռանում, խոսում ենք նպատակի եւ զորության մասին։ Որն է Աստծո գլխավոր նպատակը եկեղեցու համար։ Եկեղեցին մենք շատ բաներ կարող ենք անել։ Մենք եկեղեցին կարա շատ ծառայություններ ունենա, շատ լայն գործունեություն կարող է ունենալ, բայց հարց, որն է այն գլխավոր նպատակը, որին այդ ամեն ինչը ծառայում է։ Գլխավոր նպատակը հենց նա է, ինչ որ Հիսուսը ասեց, որ ավետարանը քարոզվի եւ մարդիկ լսեն, փրկվեն, Հիսուսին ընդունեն ու փրկվեն, որ մարդիկ փրկվեն եւ գան
ճշմարտության, գիտության, այսինքն ճանաչեն Աստծո ճշմարտությունը։ Դրա համար ինչ որ եկեղեցին անում, ասիրելիս, գլխավոր տեսիլքը դա ավետարանի քարոզչությունն ու մարդկանց փրկությունն է։ Հենց այն պահից սկսած, երբ որ եկեղեցին դադարում է մտածել մարդկանց փրկության մասին, դադարում է մտածել ավետարանը քարոզելու մասին, այդ եկեղեցին սկսում է մարել։ Հոգևոր կյանքը այնտեղ սկսում է մարել։ Բայց դուք արթուն եկեղեցի եք, սիրելիներ։ Ես խոսում եմ արթուն եկեղեցու հետ։ Ես խոսում եմ այնպիսի եկեղեցուն, որոնք գիտեն այստեղի մարդիկ ինչա նշանակում քարոզել ավետարան։ Ես եկել եմ Աստծուց, որպեսի կրակը ավելի այսօր բորբոքե մեր մեջ, բոլորիս մեջ։ Մի քիչ ավելի բորբոքվի մեր ֆոկուսավորումը, կենտրոնացումը սենց։ Գիտես չէ, մեկ պրոֆեսիոնալ լուսանկարիչը ինչ ամ, երբ որ վերցնում է ֆոտոապարատը ու նայում է պատկերը, օբյեկտիվով զում անելով սկսում է պատկերը հստակեցնել։ Աստված էլ մեկ-մեկ սկսում է մեր տեսողությունը հստակեցնել, կենտրոնացնել գլխավորի վրա։ Գլխավորը սիրելիս մարդկանց փրկությունն է։ Ես երջանիկ եմ, որ օրերից մի օր Աստծո ծառաներից մեկը ավետարանը քարոզեց ինձ։ Եվ ինչպես ես կփրկվեի, եթե մեկը չլիներ, ով որ կքարոզեր ինձ։ Ինչպես դու կփրկվեիր, եթե մեկը չհնազանդվեր Աստծուն եւ ավետարանը չքարոզեր քեզ, չկիսվեր քեզ հետ։ Գիտես, ավետարանը այն բանն է, որը թանկագինս առանձին ընտրված մարդկանց բաժինը չի եւ նրանց ծառայությունը չի։ Իհարկե կան ավետարանիչներ որպես ծառայության պարգև։ Իրանք լավ գիտեն իրանց ուծությունը, ինչպես են անում, ոնց են անում, բայց ամեն եկեղեցու անդամ, Հիսուսի ամեն մի հետևորդ, մենք կանչված ենք այն ավետարանը, որ մեր սրտի մեջ է, այն ավետարանը, որ մեզ փրկել է, այն ավետարանը, որ մեր սիրտը լցրել է ուրախությամբ, լցրել է երկնքի ներկայությամբ, որ մենք մեզ չպահենք, որ մենք դա կիսվենք։ Սիրելիս, դուր ու քեզ մի պահիր։ Կիսվիր, թանկագինս, կիսվիր, մարդիկ ավետարանի կարիք ունեն։ Մարդիկ կարիք ունեն, որ Աստված խոսի իրանց հետ։ Երբ որ դա Աստծո զորությամբ է տեղի ունենում, նույնիսկ ամենաէնպինջ ժայռը կարող է փշրվել։ Ամենայն բարձր սարը կարող է հալվել, թանկագինս։ Դու հիմա չնայես քո բարեկամության, քո շրջապատի մեջ ու ասես, այս մեկը երբեք չի ապաշխարի։ Այն մեկը այնքան պինդ է, այնքան կարճած է, չգիտեմ, ընտանեկան, տոհմական, իրանց ստեղի ավանդույթներին, սրան, նրան։ Լավ հասկանում ենք, տարբեր ժայռեր կան հոգևորում, տարբեր բերդեր եւ ամրոցներ, բայց ավետարանը զորություն ունի քանդելու ամեն բերդեր եւ ամրոցներ։ Ես ուզում եմ մի խոսք մեջ բերել, մենք հիմա խոսում ենք նպատակ եւ զորություն։ Արթնությունը գիտես երբ է գալիս, արթնությունը գալիս այն ժամանակ, երբ որ մենք ավետարանը սկսում ենք քարոզել Սուրբ Հոգու օծությամբ եւ Սուրբ Հոգու զորությամբ։ Մեր մարդկային նույնիսկ ամենագեղեցիկ, ճոխ, լավ ասված խոսքերը չունեն այդ զորությունը։ Բայց երբ որ մեր այդ ասված խոսքերին խառնվում է Սուրբ Հոգու օծությունը եւ զորությունը, այդ ժամանակ լիքը բաներ է տեղի ունենում, սիրելիս։ Լիքը բաներ է տեղի ունենում։ Եվ եթե մենք ունենք միայն մեծ հանձնարարականը, այսինքն տեսիլքը, նպատակը, կամ միայն Սուրբ Հոգին, առանց տեսիլքի, առանց նպատակի, ապա Աստծո մեծ մարդկանցից մեկը Ռայնխարդ Բոնկեն, որ Աֆրիկայի առաքյալ են նրան կոչում, նա ասում է, ապա կունենանք կամ զորություն առանց նպատակի, կամ նպատակ առանց զորության։ Այն օրինակը, ինչ որ ես սկզբում բերեցի։ Այսինքն, եթե կա մեծ հանձնարարականը, մենք ուզում ենք, որ մարդիկ փրկվեն, բայց եթե մենք մեր անձերը չենք վարժեցնում, որ Սուրբ Հոգու հետ մտերմություն անենք, որ Սուրբ Հոգու զորությունը, որ եկել է մեր մեջ բնակվի, որ դա դրսևորվի, ապա մենք ունենանք շատ մեծ հզոր գերբնական նպատակ, բայց մի տեսակ զորությունը չի լինի։ Եվ մյուսն էլ էլի լավ չի, երբ որ պատկերացնում ես Սուրբ Հոգու հետ մտերմություն ունենաս, պարգևները գործեն քո մեջ Սուրբ Հոգու, բայց մի տեսակ չհասկանաս ինչի համար է այդ ամեն ինչը, նպատակը չկա։ Գիտես, սա ասում է ոնց որ նման է նրան, որ ունենաս նպատակ առանց զորության կամ ունենաս զորությունը առանց նպատակի, բայց փառք Աստծուն, որ Աստված մեզանից չի ծածկել ոչ իր նպատակը եւ ոչ էլ իր զորության աղբյուրը։ Մեծ հանձնարարականը, մարդկանց փրկությունը Աստծո գլխավոր նպատակն է։
Տերը ուզում է, որպեսի իջևանում սիրելիս ավետարանը քարոզված լինի։ Տիրոջ նպատակն է եւ նրա տեսիլքն է, որպեսի այստեղ կորածները փրկվեն։ Տիրոջ նպատակն է, որ ովքեր որ փրկվեն գան ճշմարտության գիտությանը։ Հիմա ինչ որ մեկը կասի եկեղեցին ինչի համար, եկեղեցին նաեւ դրա համար է, որ հենց փրկվում ենք գանք ճշմարտության գիտության, Աստծուն ճանաչենք։ Աստծո նպատակն է իջևանում, որ սատանայի գործերը քանդված լինեն այս քաղաքում։ Տիրոջ տեսիլքն եւ նպատակն է, որպեսի Աստծո թագավորությունը կառուցվի եւ տարածվի իջևանում։ Եվ Աստծո ամենամեծ նպատակն է, որ այդ ամեն ինչի միջոցով Հիսուսի անունը փառավորված լինի Իջևանի մեջ։ Այ հիմա դու պատկերացրա Իջևանում ամենանույնիսկ հեղինակավոր անունը որ կա մի հատ այնց վիճակ, որ Հիսուսի կողքը նույնիսկ որևէ անուն եւ հեղինակություն նույնիսկ չկարողանա համեմատվի։ Այ Իջևանում գա մի հատ այնպիսի վիճակ, որ Աստված այնպես փառավորած լինի իր անունը Իջևանում, որ Հիսուսի անունը ամենաբարձրը լինի։ Ամեն մարդ ընդունի, ամեն լեզու դավանի, ամեն ծունկ ծնկի եւ ընդունի, որ Հիսուսն է։ Հիսուսից այն կողմ ոչ մեկը չկա։ Հիսուսն է, որ արժանի է փառքի, պատվի եւ մեծարանքի։ Ամեն։ Գիտես, սիրելիս, իսկապես այն ժամանակներն է, որ մենք պետքա Սուրբ Հոգով գործենք։ Սուրբ Հոգով գործենք ավելի ակտիվ։ Սուրբ Հոգով գործենք Տիրոջ գլխավոր նպատակը իրականացնելու համար։ Գիտես, երբ որ Աստծո Հոգին օծությունը գալիս է մարդու վրա, նրան կարողություն, ընդունակություն է տալիս տարբեր ձևերով Աստծուն ծառայելու։ Ես ուզում եմ մի քանի օրինակներ բերեմ Աստվածաշնչից։ Աստծո օծությունը, Սուրբ Հոգու օծությունը եկավ Ահարոնի վրա, եւ Ահարոնը կարողություն ստացավ քահանայական ծառայություն անելու, քահանայական ծառայությունը կազմակերպելու։ Աստծո օծությունը եկավ այնպիսի Աստծո մարդկանց վրա, ինչպիսին են Հովսեփը, Դանիելը, Սողոմոնը, եւ նրանք իմաստուն հոգեվոր պարգևներով լցված կառավարիչներ դարձան։ Ամեն մեկը չունի այդ պարգևը, բայց Սուրբ Հոգին է, որ բաշխում է իր օծությամբ կարողություններ եւ պարգևներ։ Գիտեք, չէ, լավ չի, որ բոլորը կառավարիչ են։ Պատկերացրեք հիմա, տանը բոլորը կառավարիչ լինեն։ Եկեղեցում բոլորը կառավարիչ լինեն, այդպես չի լինում։ Երկրում պատկերացրեք, բոլորը կառավարիչ լինեն, չնայած Հայաստանում այդպես է։ 3 միլիոն ժողովուրդ ենք, 3-ս էլ նախագահ ենք, վարչապետ ենք, նախարար ենք ու շատ լավ գիտենք ամեն ինչ ինչպես կառավարենք եւ առաջնորդենք։ Իհարկե մարդիկ կան, որ գիտեն նաեւ եկեղեցում ինչպես պետք է կառավարել, առաջնորդել ավելի լավ, քան հովիվները։ Բայց սիրելիներս, ինչ եմ ուզում ասել։ Աստծո օծությունը տալիս է ամեն մարդուն պարգևներ։ Եվ ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Եկեղեցու մեջ չկա մեկը, ով որ Աստծուց պարգև չունենա ինչ որ ձևով ծառայելու Տիրոջ եւ Տիրոջ մարմնին եւ ավետարանին։ Աստված չունի անտաղանդ զավակներ։ Ով որ հոգին ընդունում է, Աստծո հոգին ընդունում է, Աստված նրան օծում է։ Եվ ինչքան Աստծո հոգու հետ մտերմություն ես անում, այնքան Աստծո հոգու օծությունը, պարգևները սկսում են քո կյանքի մեջ, քո ծառայության մեջ դրսևորվել։ Հովսեփը, Դանիելը, Սողոմոնը այն մարդիկ էին, որոնց մեջ դրսևորվեց իմաստության, հոգևոր պարգևներով եւ նաեւ կառավարիչներ էին նրանք։ Դավիթը Աստծո հոգին եկավ նրա վրա, մենք գիտենք ինքը հզոր փառաբանող էր, մարգարեական հոգի կար Դավիթի վրա, ել չեմ ասում նաեւ թագավորական օծություն։ Եղիան եւ Եղիսեն, Աստծո օծությունը, Սուրբ Հոգու օծությունը եկավ Եղիայի Եղիսեի վրա եւ նրանք սկսեցին հրաշքների, բժշկությունների եւ մարգարեական օծության մեջ ծառայել Աստծո ժողովրդին։ Գալիս ենք նոր կտակարան, առաքյալներ եւ աշակերտներ։ Աստծո հոգին եկավ նրանց մեջ, օծեց նրանց եւ նրանք ընդունակ դարձան լինելու ավետարանիչներ, քարոզիչներ եւ գործել հրաշքներով, բժշկություններով եւ մարգարեական հոգով։ Սիրելիս, Աստված ուզում է քեզ էլ որպես անոթ էլ ավելի գործացի։ Տիրոջ մարմնի շինության համար, բայց նաեւ ավետարանի գործի համար։ Քաղաքը սպասում է քեզ։ Տերը պատրաստ է մուտք գործել։ Իրականում պատրաստ է Տերը։ Գիտես, դուք պետք է հասկանանք, այդ երբ որ ասում եմ Տերը մուտք գործի, այնպես չի, որ ինքը Իջևանում չկար միջև հիմա։
Բայց մենք հասկանում ենք, որ երբ որ ասում ենք, որ Աստված պատրաստ է մտնի քաղաք, դա այնպես է ինքը մտնելու, որ դրա պատուղները լսելի է լինելու, տեսանելի է լինելու շատ քաղաքի մասշտաբով։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս եկեղեցին այն եկեղեցին է, որ պետք է Աստծո փառքը ցույց տա Իջևանին։ Աստծո փառքը ցույց տա Իջևանին։ Իջևանը հասունացել է, սիրելիս։ Իր բոլոր բարդություններով, դժվարություններով, դժվար տեղանք լինելով, հոգևոր առումով, Աստված ուզում է տեսանելի, լսելի ձևով, ոնց որ մտավ ինքը Երուսաղեմ եւ Երուսաղեմը դղրդաց, այդպես ուզում է, որ Իջևանը դղրդա, դա լավ դղրդոց է, թանկագինս, դա լավ դղրդոց է, դա այն դղրդոցն է, երբ որ Տերը սկսում է գործել մարդկանց կյանքերում, մարդկանց կյանքերը փոխվում, մարդկանց տները բացում են Աստծո համար, եւ այդ համբավը գնում է ամբողջ քաղաքի մեջ, ալելույա։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 13-րդ խոսքը ասում է. Քանզի ամեն նով որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի, կապրի։ Ուժեղ բան է, չէ՞։ Մեր նպատակը որն է, որ ինչ որ մեկը կանչի Տիրոջ անունը, որովհետև եթե մեկը կանչի Հիսուս անունը, նա կփրկվի։ Բայց ինչպես կանչեն, որ ինչ հավատացին։ Եվ ինչպես հավատան, որից չլսեցին։ Եվ ինչպես լսեն, առանց քարոզողի։ Եվ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես գրված է. Ինչ գեղեցիկ են նրանց ոտները, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալիս։ Թանկագինս, այսօր ես խոսում եմ եկեղեցու գլխավոր նպատակի մասին։ Ավետարանը քարոզել մարդկանց։ Եվ ես խոսում եմ Աստծո զորության մասին, որ մենք կարիք ունենք Սուրբ Հոգու օծությամբ անել այդ ամենը եւ թույլ տալ, որ պարգևները գործեն։ Տեսնում ես շղթայական է ամեն ինչը։ Ասում է, երբ որ մարդը կանչի Տիրոջ անունը, Հիսուս անունը, կփրկվի, բայց ասում է ինչպես կանչի, որ դեռ չի հավատացել։ Ասում է, բայց ինչպես հավատա, որ դեռևս Աստծուց չի լսել։ Ասում է, բա ինչպես լսի Աստծուց, եթե մեկը չքարոզի։ Բայց ինչպես մեկը քարոզի, եթե չուղարկվի։ Ամեն։ Ծերներս, հիշում եք սկզբից ասեցի, Հիսուսը ասեց. գնացեք ավետարանը քարոզեցեք։ Գնացեք ավետարանը քարոզեցեք։ Ամեն արարածի։ Հենց մենք գնում ենք, Աստծո հոգին սկսում է շարժվել։ Տերը սկսում է համագործակցել։ Ամեն։ Իրոք լուրջ, երբ որ գնաս, այսօրվա քարոզից հետո Տիրոջը հաճախակի հարցեր տուր, ասա Տեր, ես ուզում եմ դու խոսես իմ սրտի հետ, ես ուզում եմ դու իմ սրտում մարդկանց դնես, ես ուզում եմ դու ինձ ասես, որ մարդն է, որ պատրաստ, ում ես դու ուզում այցելես, ում ես ուզում, որ ես գնամ տեսակցելու, ում հետ հանդիպեմ, խոսք դիր շուրթերիս, զորություն դիր խոսքերի մեջ, համագործակցիր Տեր ջան հրաշքներով ու նշաններով ու բժշկություններով եւ դրանից հետո քայլ արա։ Սիրելիս, երբ որ Աստծո օծությունը գալիս է մեզ վրա, երբ որ մենք մտերմություն ենք անում Սուրբ Հոգու հետ, անպայման հրաշքները, բժշկությունները, ազատագրումները սկսում են գործել, արձակվել։ Ղուկաս 4:18-ում ասում է, Հիսուսը ասեց. Տիրոջ հոգին օծել է ինձ, ինչի համար։ Հետևյալ բաների համար։ Ես երկու բան կնշեմ. գերիներին արձակելու, կոտրվածների սրտերը բժշկելու։ Այնքան ուժեղ բան է։ Մենք օծված ենք ամեն մեկս, սա Հիսուսի ծառայությունն է, մենք անում ենք Հիսուսի ծառայությունը։ Մենակով չէ, իր հետ միասին։ Սուրբ Հոգին օծել է մեզ, որ մենք այն խոսքը, այն զորությունը, որ կա, տանենք եւ կիսվենք մարդկանց հետ, եւ ով որ սրտով կոտրված է, որ նա բժշկվի եւ մխիթարվի։ Որպեսզի նա, ով որ գերության մեջ է, կապանքի մեջ է, կախվածության մեջ է, մենք գնանք եւ Աստծո զորությամբ ինքը կարողանա ազատվի, արձակվի։ Ոնց է բանտարկյալը կալանավայրից ազատվում, սիրելիս։ Այդպես մարդիկ սատանան կապել է մարդկանց, որ նրանք արձակվեն իրենց կապանքներից։ Գործք Առաքելոց 10-րդ գլուխ 38 խոսքը։
Այն Հիսուսին, որ Նազարեթիցն է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, որ ման եկավ բարիք անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Որովհետեւ Աստված նրա հետ էր։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասել, մի նայի քեզ որպես տկար։ Աստված քեզ հետ է։ Դու Աստծունն ես, Աստված քեզ հետ է։ Մի ասա Մովսեսի նման, ես մի քիչ դժվարախոս եմ, ինչպես ես խոսամ, մարդիկ ոնց լսեն, ոնց հավատան։ Ինչը Աստված չգիտեր, որ մեկ ուրիշը կա, որ ավելի ճարտար լեզու ունի, բայց ինչ որ Աստված չգնաց այդ մարդու մոտ։ Գնաց Մովսեսի մոտ, որը մի քիչ դժվարությամբ էր խոսում։ Ասեց, ես քեզ հետ կլինեմ։ Մի անհանգստացի։ Ունեցել չի է, որ բժշկեց Մովսեսի խոսելը։ Չի ասեց, հենց այսպես այս անոթը ես կօգտագործեմ, ես կգործածեմ։ Սիրելիս, շեշտը շատ մի դիրքով վրա, ինչ որ անում Աստված է անում մեր միջոցով։ Մեզ պետք է լինենք անոթներ Աստծո ձեռքերի մեջ։ Մեզ պետք է մենք պատրաստական լինենք։ Մեզ պետք է ասել Սուրբ Հոգի գործերի միջոցով։ Ես գնում եմ հիմա այս մարդու հետ խոսեմ, թող քո զորությունը արձակվի։ Հալելույա։ Նրանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տերը գործակցում էր նրանց հետ եւ խոսքը հաստատում էր այն նշաններով, որ հետևում էին։ Ես խնդրեմ, որպեսզի փառաբանության խումբը բարձրանա։ Մենք աղոթելու ենք, ես շուտով բերում եմ աղոթքի, սիրելիս։ Ուզում եմ քեզ ասել, Սուրբ Հոգին ունենալով մեր մեջ, ուզում եմ քեզ ասել, Աստծո օծությունը արձակում է հրաշքներ, զորություններ, բժշկություններ, բայց դա երբ է տեղի ունենում, երբ որ մենք պատրաստ ենք ավետարանը մեզ չպահել, մեր մեջ չպահել, երբ որ մենք պատրաստ ենք ուրիշների հետ կիսվել։ Խնդրում եմ, սիրելիս, արի ավելին անենք, որ ջրերը Աստծո տան մեջից բխող ջրերը դուրս գան վտակների նման ամբողջ Իջևանով մեկ։ Եկ նպատակ դնենք, ամբողջ Իջևանին Աստծո ջրերը մենք պիտի մատակարարենք։ Մենք պիտի ավետարանը հասցնենք ամեն տուն։ Հալելույա, հալելույա։ Ես մարգարեական խոսք ունեմ, ես ուզում եմ խոսել դրա մասին և հետո դրանից հետո մենք աղոթենք։ Գիտես, երբ որ Աստծուց խոստմունքներ են գալիս, Աստծո խոստմունքները ժառանգելու պայման կա, դա հավատքի հնազանդությունն է։ Ոչ միայն ուղղակի հավատքը, այլ հավատքի հնազանդությունը։ Երբ որ դու հավատում ես այդ խոստմունքին և հետո գործողություն ես կատարում։ Հիշում եք, որ տապանակը պետք է անցկացնեին Հորդանանով։ Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ։ Հորդանանը հոսում էր առատորեն։ Տերը ասեց, խոստմունք տվեց, ասեց, ոտներդ կդնեք Հորդանան գետի մեջ, ջրերը կկանգնեն և կանցնեք։ Գիտես, հավատքի հնազանդությունը սրա մեջ է։ Դու տեսնում ես, որ գետը հոսում է, գետը կանգնած չի։ Դու ունես խոստմունք, Տերը ասում է, դու կանցնես այդ մյուսապ։ Ասես, բա ոնց անցնեմ, մի պայման կա, ասում եմ քեզ, ոտը դիր գետի մեջ, և գետը կկանգնի, ջրերը կբացվեն, և դուք կանցնեք։ Ու ինչ արեցին տապանակը տանողները, համարձակվեցին և իրանց ոտքը դրեցին հոսող Հորդառատ գետի մեջ։ Ու հենց դրեցին, հենց հավատքի հնազանդություն արեցին, գետը կանգնեց և տապանակը անցավ։ Սիրելիս, ես հիմա ուզում եմ մարգարեական ձևով մի խոստմունքի մասին խոսել, և սա վերաբերվում է Իջևանի կյանքի խոսք եկեղեցուն։ Եվ քանի որ դու այս եկեղեցում իմաստնիկն ես, սա վերաբերվում է նաև անհատապես քեզ, հենց վերաբերվում է քո կյանքին։ Եսայա 54-րդ գլուխ 2-ից 3 խոսքերը։ Տերը այստեղ դիմում է մի կնոջ, որը զավակներ չի ունենում, մի ամուլ կնոջ, և խոստմունք է տալիս նրան, և ասում է. լայնացրու քո վրանի տեղը և թող քո բնակարանի վարագույրները տարածվեն։ Մի խնայիր, երկարացրու չվաններդ և ցցերդ պնդացրու, որովհետև դու պիտի աճ ու ձախ տարածվես, և քո սերունդը պիտի ժառանգի ազգերին, և ավերակացած քաղաքները շենացնելու են։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, Տերը այստեղ խոսում է ամուլ կնոջը, որը որ զավակ չունի։ Եվ նա ապրում է ինչ-որ բնակարանում։
Այն ժամանակ ապրում էին վրանների մեջ, այն ժամանակվա բնակարանը վրաններն էին, որ վարակույրների նման պատերը վարակույրներից էին։ Ցցեր կային, ցցերից պարաններով այդ վարակույրները վրանի ձգվում էին սիրելիս եւ մարդիկ ապրում էին այդպես։ Այստեղ Տերը խոսում է եւ ասում է. գիտես, միգուցե դու սովորել ես քո բնակարանի տարածքին։ Դու չես էլ մտածում, որ երեխաներ ես ունենալու, որովհետև հաշտվել ես այդ իրականության հետ։ Բայց ես քեզ ուզում եմ ասել, ես այցելելու եմ քեզ։ Եվ դու զավակներ ես ունենալու, ոչ թե մի զավակ, զավակներ ես ունենալու։ Հիմա սիրելիս, երբ որ ես այս խոսքերը խոսում եմ, ինչ որ մեկը կարող է իսկապես զավակի մասին լինի խոսքը։ Բայց ուզում եմ, որ նաև հոգևորվել հասկանաս։ Բաներ, որոնք որ պիտի ծնվեն քո կյանքում։ Բաներ, որ պիտի ծնվեն եկեղեցու կյանքում։ Միգուցե մինչև հիմա դեռ չեն ծնվել, բայց Աստված ասում է, բաներ ունեն, որ պիտի ծնվեն։ Միգուցե դու հաշտվել ես, հարմարվել ես մի հատ վիճակի հետ, բայց Տերը ասում է, պիտի ծնունդներ լինի։ Բաներ պիտի ծնվի։ Ու գիտես, երբ որ դու հարմարվել ես արդեն քո ներկա վիճակին, քեզ դժվար է հավատալ եւ ասել, ախր ինչպես կարող են շատ զավակներ լինեն։ Իսկ Աստված ասում է, ես ուզում եմ քեզանից, որ դու հավատքի քայլ անես։ Ուզում եմ հավատքի հնազանդություն անես։ Ուզում եմ, որ գնաս, ցցերդ հանես եւ լայնացնես։ Ուզում եմ նենց անեմ, որ այդ պարանները, չվաները վերցնես, տանես այդ ցցերից կապես։ Ուզում եմ, որ վարակույրներդ բնակարանիդ տարածես։ Այնպես անես, որ դու սպասում ես շատանալու, բազմանալու։ Սիրելիս, երբ որ ընտանիքում միայն ամուսիններն են, ու երբ որ նրանք մեկ սենյականոց բնակարանում են ապրում, ու երբ որ նրանք գիտեն, որ նրանք զավակներ չեն կարող ունենալ, հավատացնում եմ քեզ, նրանք հարմարվում են այդ վիճակին եւ չեն էլ մտածում ավելի մեծ բնակարանի մասին։ Բայց երբ որ բազմանդամ ընտանիքը, հայրը գիտես ինչի մասին է մտածում, իրան պետք չի համոզել, իրան պետք չի խոստնում, ինքը գիտի ինչ է ուզում, ինքը ուզում է բնակարան, ինքը ուզում է տուն, որտեղ իր ընտանիքի ամեն անդամը, իր զավակները, իր սենյակը կունենա, իր տարածքը կունենա, ամեն մեկին տարածքը կբավականացնի, նեղվածք չի լինի, մի սենյակով մի քանի հոգով չեն լինի։ Ու գիտես, Աստված գալիս է ու ասում է. լսիր, ես ուզում եմ, որ դու հավատքի քայլ անես։ Ես ուզում եմ, որ դու հավատաս, որ ես կանգնած եմ այս խոստմունքի հետևում, որ ես պատրաստվում եմ քեզ շատացնեմ եւ ուզում եմ քո բնակության վայրը լայնացնեմ, ուզում եմ տեղը տնթարցակվի, ուզում եմ, որ նեղվածք չլինի։ Սիրելի Ջևանի եկեղեցի, Աստված ուզում է, որ տեղը նեղվածք չլինի։ Աստված պատրաստում է նոր ծնունդներ, Աստված պատրաստում է նոր զավակներ, Աստված պատրաստում է նոր մարդկանց բերել։ Նայում ես հիմա եկեղեցուն, շատ ավելի շատ մարդիկ են հոգևոր ծնվելու այս եկեղեցուն։ Հավատա խնդրում եմ սիրելիս, թող դա տեսիլք լինի։ Սրանք ուղղակի կենաց չի, սա բարի ցանկություն չի, որ այսօր ես այստեղ ասում եմ Իջևանի եկեղեցուն։ Սիրելիս, ես սա ասում եմ Աստծո օծության ներքո։ Ես սա ասում եմ մարգարեական հոգով։ Ես սա ասում եմ Աստծո խոսքի հիման վրա։ Աստված ուզում է լայնացնի քո վրանի սահմանները։ Աստված ուզում է նոր ծնունդներ տա այս եկեղեցուն։ Սիրելիս, Աստված քո կյանքի համար էլ է խոսում։ Նա միայն եկեղեցու համար հոգ չի տանում։ Նա ամեն մեկիս համար է հոգ տանում։ Մարգարեությունը ոչ միայն եկեղեցու համար է, ամեն մեկիս համար, ամեն մեկիս կյանքի համար է։ Թանկագինս, եկ կանգնենք Տիրոջ առջև։ Հասել է ժամանակը քո կյանքի համար, հասել է ժամանակը Իջևանի եկեղեցու համար, լայնանալու սիրելիս, ընդարձակվելու, ցցերը հանելու, լայնացնելու, չվաններդ երկարացնելու, հալելույա, Աստված նոր բան անում այստեղ։ Եկ Տիրոջը երգենք, եկ Տիրոջը վերապրենք սիրելիս, թող այն խոսքերը, որ լսվում ես հիմա հավատքի հետ խառնվի քո սրտի մեջ, թող այս խոսքը հավատքի հետ խառնվի քո սրտի մեջ,